մարդիկան նորմալ հարցում են, մարդիկան կեղտոտավար են այդ հարցը տալիս, ասում ենք, այդ ոնց եղավ, որ մերժեցին Սերժին, բայց նստեցին Քոչարյանին, նստեցին Մանվելին։ Հիմա ես պատասխանեմ այդ հարցին, շատ պարզ ձևով։ Նստեցին Քոչյանին, նստեցին Մանվելին, որովհետև էլ չկար Սերժը։ Պարզ չի, այդտեղ ինչ կա չհասկանալու, որ դուք չեք կարող հասկանալ։ Որովհետև Մանվելին սպանելու համար, Քոչյանին նստեցնելու համար, եկեղեցու վրա հարձակվելու համար, Արցախը կործանելու համար պետք է առաջի հերթին քցեին այն մարդուն, խփեին այն մարդուն, ով որ այդ բոլորին պաշտպանում էր։ Այդ դրա համար։ Խի որ Սերժ Սարգսյանը նախագահ էր, մեկը կարող կպներ Մանվելին, մեկը կարող կպներ Քոչարյանին, մեկը կարող կպներ եկեղեցուն, էլ չեմ ասում մեկը կարող կպներ Արցախին։ Ուրեմն առաջի հերթի պետք է կպնեին, խփեին Սերժին, որ նրանից հետո կանեն մնացածին կպնեին։ Չհասկանալ ինչ կա։ Հետո դուք յանի ուզում եք ասեք, յանը Սերժն ա տենց արել, որ կպնին։ Խի Սերժը, որ ուզեր մեկին կպներ, պրյամո իր նախագահության օրոք չէր կարա կպներ։ Այդ ի՞նչն է խանգարում։ Հələ ցույց տվեք մի հատ մարդ այն թաղային հեղինակություններից, օլիգարխներից, գեներալներով մինչև կամանդուշի ցույց տվեք հələ մեկին, որ Սերժի դեմ դուրս է եկել ու Սերժը չի կզծրել իր օրոք։ Այսինքն մեկին ձենալ Սերժը կպներ, ի՞նչն է խանգարում Սերժին։ Այդ տվյալ մարդկանց մեր հերոսներին կպան նրա համար, որովհետև էլ չկար Սերժը։